թույլ տվեք ներկայացնել 2024 թվականի հիմնական արդյունքները կառավարության հարկահավաքման գործառույթի տեսանկյունից, ինչպես նաև իրականացված ռեֆորմները։ Նախ նշեմ հարկային եկամուտների մասին։ 2024 թվականին 2 տրիլիոն 390 միլիարդ հարկային եկամուտներ են հավաքագրվել, որը 5.1%-ով կամ 117 միլիարդով ավել է, քան 2023 թվականը, եւ եթե ամբողջ հորիզոնը վերցնենք կառավարության գործունեության, ապա գործ ունենք մոտ 2 անգամ աճի հետ, 106%-ով աճ։ Այստեղ մի կարևոր հանգամանք կա, թե ինչու 5.1% եւ նաև նշեցինք հարկերենայի որոշակի նվազման մասին, որը ճիշտ կլինի պարզաբանել։ Նշեմ, որ երբ որ տարանջատում ենք, թե ներքին տնտեսությունից ինչքան է հավաքագրվել եւ ներմուծումից ինչքան է հավաքագրվել, ակնհայտ պատկերը պարզ է դառնում։ Մասնավորապես ներքին տնտեսությունից մեր մոտ 14%-անոց աճեր ունենք հարկահավաքման, իսկ ներմուծումից անկում, եւ այս անկման առույցի բաժինը պայմանավորված է ավտոմեքենաների ներմուծման նվազումներով, որը օբյեկտիվ երևույթ է։ 2022 թվականից սկսած վերարտահանման մեծ տեմպեր եղան Հայաստանի Հանրապետությունում, դրանք 2024 թվականին կտրուկ նվազել են եւ դա է եղել հիմնական պատճառը, որ ներմուծման հարկերից նվազումներ ունենք, բայց նաեւ մի գործոն էլ կա, որը վերաբերում է ծխախոտի գծով ներմուծումների նվազմանը, սա էլ պայմանավորված է նրանով, որ ծխախոտ ներմուծողները, երբ որ այն պահանջը դրվեց, որ նկարներ պետք է փակցնեն, պահեստավորում եւ պաշարում արեցին, այսինքն այս տեսանկյունից հիմա մի քանի ասպեկտ կա, որով կարող ենք հարկահավաքման գործառույթը գնահատել, ինչքանով է համահունչ հարկահավաքումը տնտեսական զարգացումներին, եւ եթե ներքին տնտեսության հարկերը օրինակ վերցնում ենք, պարզ որպեսզի խոսենք, դա նույնիսկ առաջանցիկ է մեր տնտեսական աճի կամ ՀՆԱ-ի անվանական աճի տեմպերից, որի վրա ավելացնում ենք նաև ՀՆԱ-ի դեֆլատորը կամ գնային գործոնը։ Սա մի ասպեկտ է, մյուս ասպեկտը ծախսահարցունավետությունն է, այսինքն հասարակությունը իր վճարած հարկերից քանի տոկոսն է հատկացնում պետական եկամուտների կոմիտեին աշխատակիցներին ծախսի տեսքով։ Այստեղ երկու գնահատական ենք տալիս, նախ մեկը հավաքված հարկերի մեջ նայելով, թե ինչքան ենք ծախսել մեր աշխատակիցների աշխատանքի վրա, դա 1.24% է, որ գրեթե նույն մակարդակում է ինչ որ նախորդ տարի, եւ եթե նայում ենք օրինակ վերադարձնել գումարենք հարկերի վրա որպես հարկահավաքման գործառույթ, ինչու, որովհետեւ պետական եկամուտների կոմիտեն նաեւ վերադարձի հետ կապված աշխատանքներ է իրականացնում, դրա մասին ավելի մանրամասն կիրականացնեմ, այդտեղ ցուցանիշը իջնում է 1.09-ն է, այսինքն հասարակությունը 1.1% է ծախսում իր վճարած հարկերից պետական եկամուտների կոմիտեի գործառույթների համար կամ հարկահավաքման գործառույթի համար։ Մյուսը ստվերի նվազման ջանքերի տեսանկյունից եթե մոտենանք հարցին, խոսքը ճեղքի մասին է, որի մասին ֆինանսների նախարարը նշեց, հարկային վարչահարության ճեղքի, այսինքն վարչահարական գործիքակազմով յուրաքանչյուր տարի որքան լրացուցիչ եկամուտներ ենք հավաքագրում ստվերից դուրս բերելով։ Սա վերջին տարիներին անդադար դրական դինամիկա է ունեցել եւ տարեկան 30-ից 40 միլիարդ լրացուցիչ ստվերից եկամուտներ են դուրս բերվել, այսինքն լրացուցիչ նկատի ունեմ անցած տարվա համեմատ լրացուցիչ, այսինքն 24 թվականին հավաքվել է 23, դրա գլխին այդքանով ավել ստվերի նվազում, սա նաեւ կարելի է փաստել մեր ստուգումների վիճակագրությամբ, երբ որ նայում ենք մեր առանձին գործիքների արդյունքները, ապա այստեղ ունենք մոտ 50 միլիարդի աճ 2023 թվականի նկատմամբ, տարբեր գործիքները միասին վերցված, որը 37%-անոց աճ է եւ նորից համահունչ է իմ նշած ստվերի կրճատման ջանքերին, այսինքն կառավարության գործունեության գրեթե բոլոր տարիներին նմանատիպ լրացուցիչ եկամուտներ են գեներացվել ստվերի նվազման ճանապարհով։ Մյուս ասպեկտը հարկահավաքման գործառույթի գոհունակությունն է, այսինքն որքանով են գոհ տնտեսվարողները հասարակությունը պետական եկամուտների կոմիտեի աշխատանքից, այստեղ հարցումներ ենք իրականացնում յուրաքանչյուր տարի եւ մենք եւ միջազգային կառույցները եւ այդ հարցումներից մասնակցած օրինակ 839 կազմակերպություններից 83%-ը հարկային մարմնի գծով դրական գնահատական են տվել, 79-ի շուրջ տոկոսով մաքսային մարմնի գծով, այսինքն կարող ենք ասել, տենց պատշաճ մակարդակում է գտնվում
Ես մի կարևոր փաստ նստեմ հենց նույն պետական եկամուտների կոմիտեի հարցումներով 24 թվականին փոքր-ինչ վատթարացում ունենք, բայց փոքր-ինչ, բայց մակարդակի տեսանկյունից մնում ենք նորմալ, բայց ես նշեցի նաև, որ միջազգային կառույցներն են գնահատականներ իրականացնում ու մեծ առումով պատկերը մոտ են, այսինքն համաշխարհային բանկը օրինակ ընդհանուր առմամբ վերջին տարիներին եթե նայենք ինքը աճի դինամիկա է ունեցել։ Հիմա այդ աճը 24 թվականին որոշակի կայունացել է։ Եթե այսպես նայենք, դա նաև իր հիմնավորումներն ունի, մասնավորապես, ասենք, պետք է հաշվի առնենք, որ մենք կառավարության գործունեության ինչ-որ մի պերիոդում նաև դրական տնտեսական միջավայրում ենք աշխատել, ինչ-որ մի պերիոդում շոկային ժամանակահատվածում եւ կարող գա ինչ-որ մի պահ, երբ որ տնտեսությունը վերադառնում է իր բնականոն զարգացման մակարդակներին, նաև էս էլա որոշակի կայունանում։ Հիմա այսինքն այս տեսանկյունից եթե մոտենանք, պատկերը այսպեսին է հարկահավաքման գործառույթի, նշեմ նաև վերադարձի ցուցանիշների մասին, մենք 392 միլիարդ դրամ վերադարձել ենք հարկվճարողներին 2024 թվականին, այստեղ իհարկե առողջի բաժին ավելացած արժեքի հարկի գծով վերադարձներն են, բայց նաև կան այլ ուղղություններ, մասնավորապես մեկը, օրինակ, որը հայտնի է հիպոթեքի տոկոսագումարների գծով վերադարձը, այդտեղ 32%-անոց աճ ունենք, որը 16.6 կամ 17 միլիարդ է ավելը, ինչը արտացոլում է շինարարության եւ անշրջկույքի շուկայում զարգացումները։ Եվս մի քանի ցուցանիշներ եւ կանադառնամ դրանից հետո մեր կատարած ռեֆորմներին եւ բարեփոխումներին, նշեմ նաեւ, որ ուրեմն եթե ստվերի տեսանկյունից մոտենանք որոշ ցուցանիշների, ապա մեր հաշվարկային փաստաթղթերը, որոնք իրենց մեջ ներառում են հաշվարկային եւ ՀԴՄ կտրոններ, այստեղ էական աճեր ունենք, 24 թվականին 8.5% աճ ունենք ՀԴՄ կտրոնների մասով, 16% հաշվարկային փաստաթղթերի մասով, բայց ամենաէական հանգամանքը սրա մեջ անկանխիկը, եթե մենք նայենք, էապես բարելավել է, անկանխիկ գործարքների քանակը 86%-ով է աճել, իսկ հասույթը 45.4%-ով, եւ մի կարևոր հանգամանք էլ ստուգումների արդյունավետությունն է բարձրացել, որի մասին այս ռեֆորմների անդրադառնալուց կխոսեմ։ Հիմա եթե խոսենք կատարած կարևոր բարեփոխումներից, առաջին խումբը բարեփոխումների դա վերլուծական մեր գործիքների բարելավումներն են։ Այստեղ մեկնարկել ենք ֆինանսների նախարարության հետ համատեղ աշխատանք սկսեց, նաև կենտրոնական բանկի ու էկոնոմիկայի նախարարության գործընկերների մասնակցությամբ եւ որոշում կայացրեցինք նոր գործիքներ դնենք ստվերի գնահատման, ներքևից վերև մոտեցմամբ, օգտագործելով պետական եկամուտների կոմիտեի տվյալները ու շահութարկի եւ եկամտային հարկի մասով արդեն գնահատականներ ունենք, որը համադրում ենք մակրո վերևից ներքևի հետ ու դուրս են գալի այն իմացած ստվերի փոփոխության գնահատականների վրա։ Հարկային ռիսկերի վերլուծության համակարգն է բարելավվել եւ սրա արդյունքը նաեւ որ եթե մենք օրինակ հիմա նայում ենք ըստ տարիների մեկ ստուգման վրա ինչքան բացահայտում են գնում, այդ մեկ ստուգման արդյունավետությունը շարունակական աճի մեջ է եղել եւ դա շարունակել է նաեւ 2024 թվականին։ Մյուս ուղղությունը այս գործիքակազմի բարելավման տեսանկյունից այս 24 թվականին օրինապահության ինստիտուտը զարգացվել է, այսինքն օրինապահ հարկվճարողներին հավաստագրեր են տրամադրում, որ 168 հարկվճարողի, ինչպես նաև հաստատվել է կարգապահության բարելավման ծրագիրը, այսինքն ունենք մի նոր ինստիտուտ, որով առանձնացնում ենք ոլորտներ, ամեն ոլորտի հետ մանրամասն աշխատում ենք եւ փորձում ենք իրենց կարգապահությունը բարձրացնել, որ հետագայում կարիք չլինի օրինակ պարբերաբար ստուգումներ իրականացնել, եւ նաև մաքսային ռիսկերի վերլուծության համակարգն է բարելավվել, մասնավորապես ելի նորից ռիսկի չափանիշների վերանայման միջոցով կարմիր ռիսկ ասվածը, որը ենթադրում է զննում տարբեր բեռների, ընդհանուր դեպքերի մեջ, քանակների մեջ իջել է մինչև 6%-ի, 5%-ի ավելի ճիշտ, որը նախկինում, ասենք, եթե ասեմ, 23 թվականին 17% է եղել։ Ինչ է դա նշանակում, որ մեր գործիքների թիրախայնությունը բարձրացվել է եւ ռիսկերը կարողանում ենք առանց զննման հասկանալ մինչև զննումը։ Թվայնացման մասով ուրեմն բարեփոխումները, առաջինը դե հայտարարագրման դաշտն է, գիտեք, որ վեբ տարբերակը եւ հավելված անցած տարի մշակվեց, հիմա բազմիցս խոսել ենք, մշակվում է ավելի պարզ մարդկանց համար
հեշտ օգտագործելի նոր հարթակ, որը զարգացման մեջ է։ Այլ թվային նախաձեռնությունների դաշտում, որը կարծում էական է ընդգծել, այս MyTax հավելվածն է, որը որ տաքսի ոլորտի մեր հայրենակիցներին հնարավորություն տվեց ունենալ հարթակ այդտեղ ՀԴՄ կտրոններ գեներացնելու եւ հարկեր վճարելու, ներդրվել են ուրեմն հարկային մաքսային ծառայողների համար տեսախցիկների համակարգ, այսինքն հիմա արդեն ոնց որ բարեկային ծառայությունում է տեսախցիկներ, մենք նույնպես բանում դա ներդրվել է, բայց հիմա կարգ ենք մշակում, թե ինչպես պիտի կիրառվի, որ դարձնենք ավելի համատարած, այսինքն պիլոտավորում ենք մաքսային եւ հարկային աշխատողների ինչ-որ մասի համար, հետո աշնանաբար ընդլայնելու ենք արդեն բոլոր ստուգողների եւ բոլոր վերահսկողների համար։ Մյուս կարևոր բանը այդ պլանշետներն են, որոնք հիմա ընդլայնում ենք եւ դա հնարավորություն է տալու աշխատողներին նորից էլի բարեկային ծառայության տրամաբանության մեջ ավելի արդյունավետ աշխատել, այդ թվում նաեւ մշակել ենք համակարգ, որը թույլ է տալիս այդ պլանշետի միջոցով չգրանցված աշխատող էլ բացահայտել, երբ որ գնում ենք ինչ-որ կազմակերպություն, առանց ինչ-որ բարդությունների կարող են մարդուն իդենտիֆիկացնել ու դրանով բացահայտել չգրանցված աշխատողներին։ Մաքսային ընթացակարգերի բարձրացումներ ունենք ԱԱԳ-ին, ֆիզ անձանց համար հայտարարագրերը մենք ենք լրացնում պետական եկամուտների կոմիտեն, որը էապես նվազեցրել է ծախսերը, պարբերական մաքսային հայտարարման ինստիտուտ է ներդրվել, ինչը թույլ է տալիս տնտեսվարողին մի քանի ներմուծումների համար միասնական հայտարարում անել ու խնդիր չունենալ ամեն անգամ այդ հայտարարման process-ով անցնել, հեռավար ռեժիմով ենք շփվում, երբ որ փաստային վերահսկողություն է իրականացվում, նախինում օրինակ գալիս էր տնտեսվարողը, ներդրվել է ժամանակի վերահսկողության համակարգ, այսինքն մենք կարողանում ենք մաքսային աշխատողի կատարած աշխատանքի ժամանակը վերահսկել, որը ամենաառանցքային ցուցիչն է իր աշխատանքի արդյունավետության տեսանկյունից, շարունակել ենք աշխատանքները կարևոր ենթակառուցվածքների ուղղությամբ, մասնավորապես մեղրի կամ ագարակի անցակետը եւ բագատաշնի անցակետը, բագատաշնը վերանորոգվում է, մեղրին հիմնանորոգվում է, Երևանի ու Սյունիքի ԱՏԳ-ներն էլ ընթացքում են վարկերի բանակցությունները, վարկը եղել է Սյունիքի, Երևանը բանակցության ընթացքում է, եւ իհարկե մի կարևոր ուղղություն վերապատրաստումներ, գիտեք, որ ունենք ուսումնական կենտրոն, դրել ենք մի համակարգ, որտեղ որ ամբողջ մաքսային համակարգը անցել է վերապատրաստումների, այդ թվում նաև բարևարկության վերապատրաստումների, այս տարի էլ նախատեսում ենք ամբողջ հարկային համակարգը անցկացնել այդ process-ով, թույլ տալով նախ ոնց որ ֆիլտրել արդյունավետ աշխատակիցներին, մյուս կողմից է բարձրացնել իրենց որակները, իրենց աշխատանքը անելու տեսանկյունից եւ իհարկե միջազգային համագործակցության տեսանկյունից մի երկու բան ուղղակի նշեմ, կարևոր նախաձեռնություն է Ասիական զարգացման բանկի հետ Վրաստանի հետ մի կոնցեպտ ունենք, որ ուզում ենք Գոգավանի եւ Գոգավանի անցակետում այդ հատվածում ունենալ միասնական կետ։ Այդպիսի կոնցեպտ ենք քննարկում, այսինքն այո, մարդը կամ բեռը մի անգամ հատի, այդ կոնցեպտը մշակման փուլում է ու համագործակցում ենք հիմա Ասիական զարգացման պիլոտը հաջող լինի, կարող է մյուս անցակետներն ասլեն այդ տրամաբանությանը։ Ըստ էության մեծ թիրախը դա է։ Եվ մի կարևոր բանի մասին ասեմ ու ավարտեմ այստեղ մնացած արդեն հարցերով, գիտեք, որ այս ՏՀԶԿ-ի գլոբալ ֆորումի անդամ ենք եւ այստեղ անցած տարի մի կարևոր օրենք ընդունվեց ֆինանսական հաշիվների տեղեկատվության փոխանակման հարցը երկրների միջև, այդ ՏՀԶԿ անդամ, դա թույլ է տալու մարդկանց կապիտալի արտահոսքերը եւ ընդհանրապես կազմակերպությունների կապիտալի արտահոսքերը ավելի լավ վերահսկել եւ նաեւ նույնիսկ օֆշոր գնացող փողերը ավելի լավ վերահսկել ապագայում։ Այսքանը, շնորհակալություն։